քանի դեռ հայկական կողմում կա Հայաստանը ներկայացնում է մարդ, որը պատրաստ է մեր բոլոր իրավունքներից հրաժարվել, քանի դեռ պատրաստ է մեր բոլոր, չգիտեմ, հնարավորություններից զրկվել, ինքը շատ ընդունելի է, հատկապես ընդունելի է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Որքան էլ դա տենց, չգիտեմ, սարսափելի հնչի, այո, հատկապես իրենց համար, որովհետեւ բոլոր երկրները այս տարածաշրջանում գալիս են ու գնում են, արևմուտքից սկսած Ռուսաստանով վերջացրած, այստեղ մնայուն կայուն, ինչ հարևան ունենք, դրանք են։ Եվ այդ հարևաններն են, որ հետաքրքրված են այստեղ իրենց հարցերը լուծել եւ լուծել ոչ թե մի ստորագրությունով, այլևս ոչ թե Նիկոլ Փաշինյանի մեկ ստորագրությամբ, որը ոչ լեգիտիմ ստորագրություն է լինելու, որտեվ level կա, ամեն մեր սահմանադրությունն է անգամ ասում, որ յուրաքանչյուր պաշտոնյա կարող է լուծել այնպիսի հարցեր, որոնք վերաբերվում են իր լիազորություններին, լիազորությունից դուրս գործողությունները, դրանք ապօրինի եւ հակասահմանադրական։ Հետեւաբար ցանկացած պահի դա կարող է այսպես խնդրահարույց դառնալ եւ նաեւ չեղարկվել։ Ինչու է սկսել այդ սահմանադրական փոփոխություններ, այս ամբողջ process-ները իրական Հայաստանի փր իրական, դա իջև այս բանը մեր Հայաստանի իրական չէ, որովհետեւ Եվ ինչու է փորձում տանել հանրաքվեի, ես կարծում եմ, որ դա նաև պարտադրանքն է այս շահառուների, այս process-ի շահառուների, Թուրքիայի եւ Ադրբեջանի, որպեսզի կարողանան ստանալ ոչ թե մեկ ճմրթած թուղթ անորոշ ստորագրությունով Նիկոլ Փաշինյանի, այլ կարողանան ստանալ ամբողջ հայ ժողովրդի անունից իբր այսպես համաձայնություն, հա, այդ բոլոր process-ների։ Եվ սա շատ լուրջ մարտահրավեր է, որովհետև եթե հանկարծ հաջողվեց Նիկոլ Փաշինյանին անցկացնել այս process-ները, փաստորեն մի կողմից մենք ականատես պիտի լինենք Հայաստանի Հանրապետության լուծարմանը, որովհետև հռչակագրին կասկածի տակ դնելը հռչակագրից հրաժարվելը նշանակում է դու լուծարում ես չեղարկում ես այս պետությունը եւ փաստորեն նոր պետություն ստեղծելու նոր հայկական պետություն կան խոսակցություններ, որ անկախություն նոր սահմանադրության մեջ, որը նշվեց, որ տեքստը պատրաստ կլինի 2026-ի ընտրություններին ընդառաջ, արդարադատության նախարարը նշեց դա, անկախության հռչակագրի փոխարեն պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեղինակած այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նման խոսակցություններ կան եւ դրա համար էլ ինքը շտապում է սա որքան հնարավոր է, այսպես ասած, մատուցել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը տեղյակ լինի, թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Այսինքն իրական Հայաստան, ինքը թե տարածքով է դա դիտարկում, որ այս տարածքի մեջ ենք մենք, ինչպիսին պետք է լինի, որտեղ հաց, այնտեղ կաց եւ այլն 14 ինչ որ դրույթներ են։ Փորը կուշտ, տակը չոր, այս տրամաբանության մեջ, ինչ ասեմ, բառեր չկան հարմար գնահատելու։ Տեսեք, մենք կարիք ունենք մենք արդյոք փոփոխությունների, այդ թվում նաև սահմանադրության, այո, մենք դրա անհրաժեշտությունը ունենք, որովհետև այս սահմանադրությունը բացի նրանից, որ իսկապես հայ ժողովրդի վզին փաթաթված սահմանադրություն է, ինքը նաև եւ սուպերվարչապետական սահմանադրություն է, որը հնարավորություն չի տալի մարդկանց, ովքեր իրենց չափ ու սահմանը կորցրել են, իրենց մեղսունակությունը շատ դեպքերում կորցրել են եւ հանցավոր են իրենց էությամբ գործնեությունն է հանցավոր հակապետական գործնեություն իրականացնում, զսպել հավասարակշռել հնարավոր չի այս սահմանադրությունով։ Կամ գոնե չկա գոնե մեկ մարմին, որը որ վարչապետի այսպես ուղիղ կամ ոչ ուղիղ ենթակայության տակ չլինի, սա սարսափելի իրավիճակ է։ Հետևաբար այո, եւ ունեցել ենք մենք իրավիճակներ, երբ պատերազմի ժամանակ բաները լիազորությունները ճիշտ վերաբաշխելու իրար մեջ այս խնդիրները մենք ունեցել ենք, այո, սա շատ վատ սահմանադրություն է եւ հետեւաբար այո, նա պետք է փոխվի, բայց սահմանադրությունը դա գիտեք, իսկապես շատերը մենք այնքան երկար ժամանակ չենք ունեցել սահմանադրություն, նորմալ սահմանադրություն, որ մենք կարծես թե դրա կարևորությունը չենք պատկերացնում։ Ինքն էլ ասում է, այս տարիների ընթացքում կեղծիքով է եղել, լեգիտիմ չկա, լեգիտիմություն չի ունեցել։ Հիմա ինքը դա փորձում է լեգիտիմացնել ժողովրդի արդար քվեով։ Մալադեց։ Չէ, իրականության մեջ այս այն ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, դա во-первых, դա շատ ահավոր մանիպուլյատիվ է, սարսափելի մանիպուլյատիվ է, ինչ որ ինքը այդ տարբերակը, որ ինքը առաջարկում է։ Մենք իսկապես ունենք անհրաժեշտություն սահմանադրությունը փոխելու եւ ժողովուրդը պիտի այնպես հասկանալով գնա քվեարկի այդ սահմանադրության համար, բայց այն պայմաններում, որը մենք ունենք հիմա, երբ դա իսկապես պարտադրված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որտեղ ամեն մեկը փորձում է իր հետաքրքրությունները, իր շահերը այստեղ տեղավորել այդ սահմանադրության մեջ, այդ սահմանադրության
բաները, հա, նախաբան եւ մնացած process-ների մեջ տեղավորել Նիկոլ Փաշինյանի ձեռքերով եւ խոսքերով։ Սա նշանակում է, որ ավելի մերժված է լինելու այս հնարավոր ապագա սահմանադրությունը, քան այն, որը մենք ունենք հիմա։ Շատ ավելի մերժված է լինելու։ Հասարակությունը չի ընդունելու օտարի պարտադրված սահմանադրությունը։ Դա հնարավոր չի պատկերացնել։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։